Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը յուրաքանչյուր տարի ըստ պլանի անտառտնտեսություններում անցկացնում է ուսումնավարժանքներ անտառաշերտերի պահպանության, ինչպես նաև հրթիհավտանգ ժամանակաշրջաններն առավել բարենպաստ անցկացնելու եւ վնասները մեղմելու համար։ Ուսումնավարժանք մեկ ամիս առաջ անցկացվել էր Լոռու մարզի Տաշիրի անտառտնտեսությունում, այս անգամ Լալվարի անտառտնտեսությունում էր։ Ուսումնավարժանքի նախաձեռնողներն ասում են, այն մեծ նշանակություն ունի հատկապես հրթիհավտանգ ժամանակահատվածում։ Այս կերպ քաղաքացիների մոտ բարձրանում է զգոնության գործոնը։ Նախարարի հանձնարարականով նախատեսվում է նման միջոցառումներ անցկացնել տարբեր անտառտնտեսություններում ելնելով անհրաժեշտությունից։ Մենք անցկացրեցինք այս ուսումնավարժանքը, որը ինձ թվում է նպաստեց, որպեսզի այս տարի առնվազն մենք կարողանանք մինիմալ ձևով անցկացնել եւ կարողանանք հակահրթիային միջոցառումները բարձր մակարդակով անցկացնել, մինիմալ վնաս հասցնելով անտառներին։ Ուսումնավարժանքին ներկա էին Լալվարի անտառտնտեսության անձնակազմը, Լոռու մարզային փշկարարական վարչության պետն ու անձնակազմը, ներկայացուցիչներ Լոռու մարզպետարանի բնապահպանության բաժնից, համայնքապետ էր։ Լոռու մարզի փշկարարական վարչության պետը ներկայացրեց այս տարի Լոռիում գրանցված հրդեհների վիճակագրությունը։ Զուգահեռ ցուցադրվեցին նաև կադրեր, որոնք նկարահանվել են մարզի տարբեր անտառտնտեսություններում մեծ ու փոքր հրդեհների ժամանակ։ Ներկաներն ասում են, կադրերն ազդեցիկ են, ցավալի է հատկապես այն, որ գրեթե բոլոր դեպքերում արկա է մարդկային գործոնը։ Դեպքեր են եղել, որ մեծ դժվարությամբ է հաջողվել կանխել կրակի մուտքը համայնքներ, այս դեպքում անասելի վնասներից խուսափել չի լինի։ Փրկարարական վարչության պետը լավագույն տարբերակը համարում է իրազեկումը, մինչև մեղավորները չպատժվեն եւ այս մասին չլուսաբանվի, անտառայրումը շարունակվելու է ունենալով մեծ հետևանքներ։ Պարզ ձևով անձրեն աչքով երևում է, երբ որ գնում ես դեպքի վայր ու տեսնում ես, որ հրդեհը պատահականություն չի։ Դա միտումնավոր այրում է։ Թողնի 10%-ը, 20%-ը լավ, բայց մնացած 80%-ը սա դիտավորություն է։ Եվ այրողները մեր կողքի կանգնած քայլող մարդիկ են։ Մեկը հիմարություն է անում, մեկը անզգուշություն է անում, մեկը պատահականություն է եւ այլ։ Հրդեհաշիջումը Հայաստանի անտառների պայմաններում դժվարեցնում են հատկապես անմատչելի ճանապարհները։ Այս դեպքում հաճախ հրշեջը ստիպված է լինում ձեռքի գործիքներով հրդեհաշիջում կատարել, երբ նույնիսկ ամենագնացները անկարելի է լինում մոտեցնել անտառների բարձունքներին։ Այս դեպքում դույլը, բահը, նույնիսկ ծառի ճյուղն ու լաթը կարող են ավելի արդյունավետ լինել, քան տեխնիկան։ 2010 թվականին Լալվարի անտառտնտեսությունում 2 հեկտար անտառածածկ տարածքում հրդեհի 1 դեպք է տեղի ունեցել, 2011-ին եւս 1 դեպք, այս դեպքում 24.2 հեկտար անտառից 18.7 հեկտարն այրվել էր, անտառային տնտեսությանն ու բնությանը պատճառելով 98 միլիոնի վնաս։ Այս տարի եւս 1 դեպք է տեղի ունեցել 20 հեկտար անտառածածկ տարածքի վրա։ Վերլուծությունները ցույց են տալիս, կորուստը մեծ է, այս դեպքում պետք է համախմբել բոլոր ուժերը՝ անտառային տնտեսություն, բնապահպանական օղակներ, փշկարարական վարչություն, համայնքների օգնություն։ Չնայած վերահսկողությանն ու կանխարգելիչ միջոցառումներին, անտառները շարունակում են այրվել։ Աննա Պեչենևսկայա, Արտակ Բրուտյան, Մոլորակ։